Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ եւ շարունակվում է առավոտ լուսուն ու շարունակվում են բացահայտումները, որովհետեւ կարծում ենք, որ շատ հաճախ շատերի մոտ կամ գոնե մեկ անգամ հարց առաջացել է, թե որտեղից է գալիս իմ արմատները, ինչպիսի ընտանիք են եղել իմ ընտանիքի նախնիները։ Եվ այդ հարցերով շատ հաճախ ծանրաբեռնել ենք ծնողներին, տատիկներին, պապիկներին եւ այս հարցը անդադար կարելի է շարունակել, որովհետեւ բացահայտումներ անելու միշտ տեղը կա։ Այս անգամ այդ հնարավորությունը ունեն հանրակրթական դպրոցի միջին դպրոցի աշակերտները, որովհետև բացահայտում են իրենց ընտանիքները, ստեղծում են պատմություններ եւ մասնակցում մրցույթի, թե ինչ է տեղի ունենում հետո կիմանանք հենց հիմա մեր հյուրից։ Ես շտապ եմ ներկայացնել նրան մանկավարժական գիտությունների թեկնածու բացահայտիր ընտանիքիդ պատմությունը նախագծի արմատ եւ ծիլ ստեղծագործական մրցույթի հեղինակ եւ կազմակերպիչ Անի Մանուկյան, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար եւ հետաքրքրվելու համար։ Սիրով իհարկե եւ առաջարկում եմ ինչպես մինչ հարցազրույցը սկսելն էինք միասին զրուցում մեր հեռուստադիտողներին նախ պատմենք թե ինչպես առհասարակ առաջացավ գաղափարը նմանատիպ ծրագիր անցկացնելու եւ ինչու։ Շնորհակալ եմ շատ։ Իրականում կարծում եմ, որ ամեն ինչի համար երևի թե պահը պետք է հասունանա։ Այս նախագծի եւ մրցույթի պահը հասունացավ այն դեպքում, այն ժամանակ, երբ 2022 թվականին լույս տեսավ իմ առաջին գիրքը, որը կոչվում է Հաղթեցին ապրելով, որի շրջանակներում ես փորձեցի ուսումնասիրել իմ մորական կողմի, տատիկի, այսպես ասած, կյանքը, ով փաստորեն որբույ է եղել, եւ այդ գրքում 34 նմանատիպ աղջիկներ կան։ Եվ այդ ընթացքում, երբ որ ես հավաքում եմ այդ նյութերը, շատ էի բախվում այն իրականությանը, որ լուսանկարները չեն պահպանել, կամ շատ կծկտուր ինֆորմացիա ունեն, տեղեկատվություն ունեն, կամ շատ մակերեսային, անունը գիտեն, ազգանունը չգիտեն եւ այլն։ Եվ իմ մոտ հարց առաջացավ, իսկ մենք ինչքանով ենք պահում մեր արմատների մասին պատմությունը, եթե իհարկե գիտենք, եւ չգիտեմ ինչու, որ մտածեցի, որ միգուցե պետք է այս ամբողջի մասին խոսել դպրոցահասակներից, որովհետեւ ամեն դեպքում մեծահասակները մի քիչ ավելի զբաղված են, մտազբաղ են, դրա ժամանակը չունեն եւ այլն։ Եվ այդպես իմ նախաձեռնությամբ հանդիպումներ ունեցա մի քանի դպրոցների աշակերտների հետ, միջին դպրոցի, առաջ տարի նաև ավագ դպրոցի, եւ հասկացա, որ դրա կարիքը իրականում կա, շատ հետաքրքրված էին, խանդավառված էին, զրուցեցինք արմատները ուսումնասիրելու, դրանք թղթին հանձնելու մասին, ինչպես նաև հրավիրեցի մասնակցելու արմատ եւ ծիլ ստեղծագործական մրցույթին, որի ընթացքում մի փոքր ձևաչափը փոփոխության ենթարկվեց, սկզբում ուրիշ բան էինք պատկերացնում, կոնկրետ այս տարի մենք 8 առցանց դասընթաց վարեցինք, բացահայտիր ընտանիքիդ պատմությունը նախագծի շրջանակներում, այսպես ասած նրանց տվեցինք հմտություններ, նաև նրանց ուսուցիչներին, ովքեր աշխատելու են իրենց հետ, սկսեցինք ամենասկզբից, ինչպես հարց դնել մեր առաջ եւ այդ հարցը ինչքանով կարեւոր է եւ ինչպիսի քայլերով մենք պետք է հասնենք մեր վերջնարդյունքին, երբ հասանք այն կետին, որ մինչև արդեն կհայտարարեինք այն 1.5 ամիսը, որ գործնական մասն է, որ արդեն մեր աշակերտները պետք է սկսեն վերջնական տեսքի բերեն, արդեն մենք ունենանք գոնե նախնական աշխատանքը։ Ունեցանք նաև 4 հանդիպում մեր աշակերտների հետ, ովքեր հարցեր ունեին, բարձեցին եւ բոլոր ժամանակ այդ ընթացքում եղել են փորձառու եւ մենտորներ, ովքեր ուղղորդել են, եւ նաև մեր նախորդ տարիների մրցանակակիր աշակերտները, որոնք նույնպես իրենց փորձով կիսվել են մեր նոր մասնակիցների հետ։ Հետո արդեն ժամանակ տվեցինք, պատրաստվեցին, մենք էլ այդ ժամանակահատվածում արդեն սկսեցինք պատրաստվել մրցանակաբաշխությանը։ Այն խոսենք նաև մրցանակաբաշխության մասին, որովհետև արդեն 3 տարի է ինչ տեղի է ունենում, եւ այս մրցույթը մրցանակներ են ստանում շատ պատանիներ իրենց աշխատանքների համար, ինչ անվանակարգեր կան, արդյոք տարիների ընթացքում փոփոխվել են դրանք։ Անվանակարգերը իրականում անընդհատ փոփոխվում են, որովհետև շատ հետաքրքիր դինամիկ կերպով զարգանում է ծրագիրը։ Կոնկրետ այս տարի մեր անվանակարգերի շատ մեծ մենք ունեցանք ընտրանի, որովհետև մեզ միացան այս տարի եզդիական համայնքից ներկայացուցիչներ, Լուսակն գյուղից, Արագածոտնի մարզից, մեզ նաև միացան Դետրոյտից, առաջին մենք կապը հաստատեցինք Սփյուռքի հետ, իմիջիալից ասեմ, որ բավականին դժվար է, որտեղ շատ են փորձում Սփյուռքից ներգրավել, բայց հիմնական պատասխանը այն է, որ մեր աշակերտները չունեն այդ հայոց լեզվի չեն տիրապետում այնպես, որպեսզի կարողանան իրենց արմատները գրել։ Այդ իսկ պատճառով մենք կարծես փոխզիջման գնացինք եւ Դետրոյտից երբ նույն բանը հնչեցրեցին, ես առաջարկեցի, որ թող գրեն այնքան ինչքան կարող են, իսկ ովքեր ընդհանրապես չեն կարող, թեկուզ անգլերեն թող գրեն։ Եվ ունեցանք 11 աշխատանք, որից միայն մեկը արևմտահայերենով էր գրած,
մնացած 10-ը անգլերենով էին այդ պատմվածքները, պատմությունները, էսսեները գրած, որոնք իրականում շատ հետաքրքիր էին, բայց մենք կթարգմանենք դրանք հայերեն, կարծում եմ դա խնդիր չի հանդիսանա։ Երկրորդ տարին է, ինչ ունենք նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների աշակերտներ, դե բնականաբար մենք ունենք անվանակարգեր։ Առաջին եւ գլխավոր անվանակարգը դա Սուրեն Հանեսյանի անվանակարգն է, ով Կարսի տեղահանությունների վկան է եղել, հետո ԱՄՆ-ում տեղափոխվել, բնակվել, դարձել փաստաբան, թղթին հանձնել իր ամբողջ պատմությունը եւ նրա ժառանգները այդ 3 փոքրիկ մրցանակներ արդեն 3 տարի է հանձնում են, ժառանգները հանձնում են մեր մրցանակակիրներին։ Ունենք Արիս Բաբայանի անվան մրցանակ, որին արժանանում են Արցախից բռնի տեղահանված մեր երեխաները, առաջին Արցախյան պատերազմի հերոս Արիս Բաբայան Պապ Մականունով մեր հերոսի անունով է, Եղաբլուրում է հանգչում նա։ Այս տարի քանի որ ունենք եզդիներ, մենք ունեցանք նաև Նադիա Մուրադի անվան առանձնացրեցինք անվանակարգ, ունեցանք նաև հյուր ազգային ժողովից, պարոն Բաքոյանը մեզ հյուր եկավ, որը անձամբ ոգևորեց մեր եզդի աշակերտներին եւ ոչ միայն եւ կարեւորեց ծրագրի, այսպես ասած, նշանակությունը եւ նաեւ ունեցանք այս տարի պարոն Հակոբ Անթափյանի անվան, որովհետեւ ունենք սփյուռքահայեր, իսկ պարոն Անթափյան արդեն երկրորդ տարին է, որ մեզ կոնկրետ տպագրության հարցում իր մեքենասությամբ է տպագրվել, այսպես ասած, մենք ունեցանք բազմազանություն, բայց ունենք նաեւ միջառարկայական կապերի լավագույն ուսումնասիրություն, լավագույն հետազոտություն, բանավոր պատմության հետաքրքիր հավաքագրում, նմանատիպ ունենք նաև, քանի որ միջին դպրոցի աշակերտներ են, սրտի տրոփյունով սպասում են եւ այլն, ամեն դեպքում սա զուտ մրցույթ չի, այլ սա շատ նաև իր մեջ ունի զգացմունքային բան, որովհետև շատ դժվար է նաև ասել, գիտես քո պատմությունը լավը չի, չնայած մենք ունենք նաև մեր պայմանները, ինչ նախապայմաններ են պետք, որպեսզի կարողանան իրենք մեր մրցույթին մասնակցել։ Պարտադիր լուսանկարներ, արխիվային նյութեր, եթե կան, փաստաթղթեր, եթե օգտվել են այլ աղբյուրներից պարտադիր մեջբերումները պետք է լինեն, գրականության ցանկը պարտադիր պետք է լինի, նաև ցանկալի է, որ 2-ից 3 րոպեանոց տեսանյութ լինի, հարցազրույց պապիկի կամ տատիկի հետ, եղել են դեպքեր, երբ հարցազրույց են ունեցել համայնքում, ընդհանրեն գյուղում մեծահասակից վերցրել են, թե ինչպես է գյուղը հիմնադրվել, ովքեր են եղել հիմնադիրները, ջրաղացը ինչպես են հիմնադրել եւ այլն եւ այլն։ Այդպես։ Տիկին Մանուկյան, հետաքրքիր է մենք մինչ նաև եթերում մեր զրույցը սկսել է այդ մասին խոսում ենք, վստահաբար այս արդեն գրեթե 4 տարիների ընթացքում ինչ նախագիծը կա եւ գործում է, մի շարք հետաքրքիր պատմություններ ու բացահայտումներ են եղել, ինձ հետաքրքիր է դուք որը կառանձնացնեք, որը այսպես ամենատպավորիչն է եղել կամ ամենահետաքրքիր փաստերն են բացահայտվել։ Իրականում գիտեք, բոլորն էլ շատ հուզիչ են, հետաքրքիր են շատ եւ ես դա դիտում եմ նաեւ պատմականորեն կարեւոր են, որովհետեւ ամեն դեպքում աշակերտը ուսումնասիրելով իր ընտանիքի պատմությունը կարողանում է նաև սովորել իր երկրի պատմությունը եւ պատմությունը չի դառնում զուտ թվերի անհետաքրքիր ինչ որ ինֆորմացիայի մի առարկա, այլ դառնում է մի բան, որը կարող ենք ուսումնասիրել իր ընտանիքի արմատներն ուսումնասիրելից։ Ես կարող եմ առանձնացնել մեր առաջին տարվա մեր Սերին Ագապի Սիպանի աշխատանքը, որը շատ հուզիչ եւ գեղեցիկ ներկայացրել է, սա զուտ պատմական ակնարկ չի, այլ նրա մեջ շատ հուզականություն կա եւ գրել էր, որ արմատները գալիս են Ադանայից, Սուլթան Համիդ II-ի ջարդերից փախած, ամբողջ աշխարհով մեկ դեգերումներով անցած, վերջում հայտնվել Միացյալ Նահանգներում, բայց հայրը ամեն դեպքում 90-ական թվականից Հայաստանում է բնակվում, ինքը շատ հպարտությամբ էր դրա մասին խոսում, որ իրենք Հայաստանում են բնակվում։ Դա մի հետաքրքիր օրինակ էր։ Ունեցանք մի հետաքրքիր պատմություն, որ 9-րդ դասարանցիներն ուսումնասիրել էին մեկ իրենց դասընկերոջ պատմությունը, տերտերի աղջիկը, այո, ամբողջ դասամ դա հետաքրքիր խմբային, դա միակն է եղել մինչև այժմ, եւ էլի շատ հետաքրքիր պատմություն էին հանել, ստացել եւ այս գրքի երբ մենք ունեցանք շնորհանդես, ժառանգներին հրավիրել էին եւ իրականում շատ հուզված էին ժառանգները, որ իրենց պատմությունը գրի առնվեց։ Եղել են, ինչպես արդեն ասացի, մեր զրույցի ժամանակ մեր անցած տարվա հաղթողը Մանեն Խաչատրյան բացահայտում էր արել, որ իր տատիկի շարավիղը գնում է դեպի Խաչիկ Դաշտենցի Խոտեդանի գլխավոր հերոս
ասատուրի դեպի շարավղով, դեպի ասատուրը, որը իմ համար շատ հետաքրքիր էր եւ գեղեցիկ տեսանյութ էր նաեւ պատրաստել այդ նյութի հետ, որը մենք ամեն տարի ավանդույթ ունենք, որ ապրիլ ամսին մեր 3 լավագույն աշխատանքները ներկայացնում ենք Ցեղասպանության թանգարանի ինստիտուտ հիմնադրամում եւ ներկայացրեց իրականում արժանի աշխատանքեր, շատ հետաքրքիր էր։ Բացահայտումներ շատ են լինում իրականում։ Եվ բացահայտումներին զուգահեռ, չնայած այն, որ այդ հետաքրքիր պատմություններն են իմանում, վերջապես իմանում են իրենց արմատները որտեղից են գալիս եւ ինչ ճանապարհով են ընթանում, սրան զուգահեռ նաեւ հետաքրքիր հմտություններ են ստանում այս ընթացքում։ Ինչու է կարևոր հենց միջին դպրոցում նմանատիպ ծրագիր իրականություն դարձնելը, թեկուզ այս ֆորմատով ընտանիք եւ արմատները բացահայտելու։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցի համար, որովհետև հիմա չափորոշիչներով, նոր չափորոշիչներով նախագծային աշխատանք պետք է կատարեն մեր աշակերտները, պետք է զարգացնեն քննադատական մտածողությունը, վերլուծական մտածողությունը, հմտություններ բազմաթիվ, եւ կարծում եմ, որ այս նախագիծը միգուցե եւ մի փոքր աջակցող է այդ առումով։ Նախ եւ առաջ սկսում են հետազոտություն կատարել, որը շատ կարեւորում է։ Այդ հետազոտություն կատարելու հմտությունները իրականում բավականին կաղում են մեր բոլորիս մեջ, այդպես ես զգում եմ, այդպես է։ Եվ եթե մենք կարողանանք միջին դպրոցից սկսել, որ մի փոքր ինչպես պետք է, որտեղից, ինչ քայլերով, պետք է սկսել փոքրից գնալով ավելի մեծանալ, խորանալ եւ այլն։ Ամեն դեպքում նյութը հավաքելուց հետո պետք է դա ամբողջը վերլուծի։ Պետք է կարողանա ծաղկաքաղանի, որը գրի, որը չգրի։ Եվ բնականաբար ստանա վերջնական տարբերակը, որը էսսեյն է, իսկ էսսեյ գրելը կարծում եմ, որ այնքան էլ հեշտ գործ չի։ Կարծում եմ, այս բոլոր հմտությունները ոչ միայն այս մրցույթի համար են, այլ ամբողջ կյանքի համար են։ Եվ այս հմտությունները ձեռք բերելու համար բոլոր միջին դպրոցի աշակերտները արդեն հաջորդ տարի 2026 թվականին կարող են իրենց ուժերը փորձել, մասնակցել մրցույթին, բայց մրցույթից զատ իհարկե ճանաչել իրենց արմատները եւ բացահայտել իրենց արմատները նոր հմտություններ ստանալուն զուգահեռ։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ես եմ անչափ հրավիրելու համար։ Շնորհակալություն շատ։ Սիրով մենք վստահ ենք, որ դեռ հնարավորություն կունենանք ձեզ եւս մեկ անգամ տաղավարում հյուրընկալել արդեն նոր պատմություններով եւ միասին բացահայտել դրանք։ Իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ առաջարկում ենք հիմա ծանոթանալ օրվա լրահոսին, բայց մնալ առաջինի հետ, որովհետեւ լուրերի թողարկումից անմիջապես անց կվերադառնանք ու կշարունակենք